Ջերմ ու սրտաբաց ընդունելություն, անկեղծ ու անկաշկանդ զրույց։ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային այցերը։ Հերթական կանգառը Կոտայքն է։ Պապական զովքում նրան հարազատի նման են դիմավորում։ Պարոն Ծառուկյան, զովքի բնակչությունը ողջունում է ձեր գալը։ Սա վաղուց սպասված այց էր զովք։ Շնորհակալ եմ։ Մենք շատ հպարտ ենք եւ շատ ուրախ ենք, որ դուք անձնական շահը մի կողմ թողնելով գերադասեցիք ազգային շահը։ Դուք կանգնեցիք մեր ակունքների կողքին, մեր հայապահպանության կողքին, որովհետեւ այս կորզանարար ընթացքը կանգնեցնեք։ Գյուղի խնդիրները դուք իրենից լավ գիտեք։ Ձեր ուղերձում ամեն ինչ ասված է։ Մենք ամբողջ ազգաբնակչությունով ողջունում ենք ձեր քայլը։ Ձեզ հաջողություններ ենք ցանկանում։ Խնդիրները գյուղերում բազմաթիվ են, իսկ գյուղացին իր հոգսերի հետ միայնակ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը շեշտում է իրենց սկզբունքային մոտեցումը։ Գյուղը պետք է դարձնել ոչ թե գոյատևման, այլ եկամուտ վաստակելու աղբյուր։ Այսօր սիրտս ցավում է։ Տեսնել ես ոչ մի բանի խնդիր չունեմ, բայց տեսնելով իմ ազգի խեղճությունը, կոտրվածությունը, որ փայլուն ապագա չկա, անհույս գնում եմ մարզերում, գյուղերում նայում եմ խեղճացած, պատերի տակ նստած, վարկի պարտքի տակ, սիրտս ցավում է։ Այսօր իմաստը եկել եմ գյուղա, գյուղացի եթե գյուղնախարարություն չունի, այս մարդը սարի տակ եկել նստի, ինչ պետք է անի։ Սև չկա, պարարտանոց չկա, վարելիք չկա, ջուր չկա, ինչ, ոչ մի բան չկա։ Այդ մարդը կամ պետք է թողես երկրից հետա, կամ պետք է գնա քաղաք։ Գյուղացին սահմանապահողն է, ժողովրդին կերակրողն է, գյուղացին բերք ու բարիք ստեղծող է։ Գյուղնախարարությունը ոնց կարան փակեն, մի հատ ուզում եմ հասկանալ, ոնց։ Ինչի համար են փակում։ Բա գյուղացով ով է զբաղվելու։ Այդ հողերով ով է զբաղվելու։ Տարիների վաստակ ունեցող մարդը պետք է արժանապատիվ ապրի, նշում է Գագիկ Ծառուկյանը, իսկ դեպի բարեկեցություն տանող ճանապարհը մրցունակ ու զարգացող տնտեսությունն է։ Նայելով հատիկի տակ կյանքը աշխատել է։ Հիմա այսօր եկել է խորը ծերություն, որ բարեկեցի կանցկացնի։ Թոշակը երբ կարա բարձրանա, որ ես ասեմ վաղը 200 լինելու, սուտ է, ես բան կյանքում թույլ չեմ տալու։ Պետք է լիարժեք տնտեսությունը զարգանա, բյուջեն գումար լինի, որ այդ բյուջեի գումարից էլ ասեն այս թոշակների համար, այս առողջապահության համար, այս ուսման համար, այս երիտասարդ ընտանիքների համար, ցանկացած 1% տնտեսական աճը 25 միլիարդ է։ Հիմա այսօր սաղը վարկի տակ եք, չէ՞։ Չէ, լուրջ, ճիշտ եմ ասում։ Ամեն ընտանիքից 2-3-ը, չէ, մեկն է չէ։ Տնտեսական ճգնաժամ ա եղել։ Համաճարակ, կորոնավիրուս ա եղել։ Մի տարի մարդը չի աշխատել, պարտքի վարկի տակ ա։ Եղել ա պատերազմ, էլի մարդիկ ծանր վիճակի մեջ են։ Պետությունը մինչև 3 միլիոն դրամ ներում ա շնորհում։ Իր ժողովրդին, որ 2 միլիոն 450 հազարից միանգամից 2 միլիոն 200 հազար մարդ այդ բերից կպրծնի, ցեղից դուրս կգա։ Ոչ թե այսօր անգիր արե չարտար եկել եմ ձեր հետ խոսում եմ, այլ կյանքը տեսել եմ դժվարություն էլ, նեղություն էլ, լենություն էլ, սա գիտեմ, ձեր ցավը տանեմ, պատկերացնում եմ, խնդիրն էլ լուծում եմ։